Час от часу не легче. Ռուսերեն սենց խոսք կա։ Բարև ձեզ։ Նայեք ժողովուրդ, կարճ հիմա ասեմ թե ինչի մասին չխոսացին մեր վերլուծաբանները ու թե ինչի է մեր իշխանությունները սենց խելագարություններ անում, էլի։ Ինչ չպայմանավորվեցին Տրամպն ու Պուտինը այդ հեռախոսազանգով։ Ձայն չկար դրա մասին։ Որը հիմք տվեց Նիկոլին սենց ավելի արագ բաներ որոշել, որ ես մենակովս կստորագրեմ այդ խաղաղությունը, որ պատերազմ չլինի։ Ու այն թեման, որ հետաքրքիր է, այսքան մարդ պահանջում է Նիկոլի հրաժարականը։ Բայց դուք գաք ինչ եք անելու։ Տեսեք, ես միշտ ասել եմ, որ իմ եթերները ազնիվ առանց կողմնապահության, էլի։ Հիմա չասեք, այ Նիկոլի մարդն է։ Ուրեմն սենց Պուտինն ու բանը Տրամպը իրար հետ չկիսեցին էներգետիկ շուկան։ Էներգետիկ այդ ոլորտին, ով ոնց է տիրապետելու։ Պատժամիջոցները մնում են դեռևս նավթի ու գազի այդ գինը, որ պետք է մինիմում այսքանով Ռուսաստանը կարող է ծախի, ուզում եք ուզեք, չեք ուզում մի ուզեք։ Այ ամենակարևորը դա է։ Որտեղ Տրամպը նայեք բիզնեսմեն է, նա ամերիկական բիզնեսին չի ուզում կպնի։ Բայց նույն Բաքվում ներդրումները ամերիկական բիզնեսն է արել։ Այնտեղ քանի 90 քանի միլիարդ դոլարի։ Նամանավան նավթագազային այդ ամբողջ ընկերությունները նույն British Petroleum-ը, դա ամերիկյան ընկերություն է։ Տրաստվի ֆոնդերը Ամերիկայից են կառավարում։ Այդ Տեխասյան կորտելը, էլի։ Դրա համար Ամերիկային պետք է այդ Զանգեզուրի միջանցքը։ Ու եթե ձերի լինի, ավելի լավ է ձերի։ Նա ամեն մի 100 միլիոն դոլարի համար կռիվ անում Ուկրաինայի հետ, էլի։ Դե պատկերացրեք, թե Զանգեզուրին ինչքան լավ կնի, որ փող չտան, էլի, իրաց ընկերությունները նավթը հանել տանելու համար, էլի, Հայաստանի տարածքով, տրանզիտի համար։ Ու սա է պատճառը, որ Նիկոլը ասենց միանգամից ասում է, ես միակողմանի եմ համաձայն խաղաղության, մենակ չգաս ինձ ծեծես։ Տեսեք ժողովուրդ, ես էլի եմ ասում, մտեք նայեք նոյեմբերի 9-ի ստորագրելուց հետո ոնց է նավթային այդ ընկերությունների գները աճում։ Տնտեսական, էլի, միլիարդների աճ է տալիս նույն այդ British Petroleum-ը վերցնենք, ամենամեծ օպերատորը։ Երբ մենք պարտվեցինք ու այդ նոյեմբերի 9-ը գրեցինք։ Այ սա է պատճառը, էլի, թե ինչն է, որ Նիկոլենք այսքան խելագարություններ են անում։ Ու հիմա կբացատրեմ, նույն ու հարց կտամ Էդմոն Մարուքյանին, դուք որ խոսում եք, Էդմոն Մարուքյան, նախկիններ, ընդդիմությունը, որ ձեր կապերի շնորհիվ դուք կարողանաք Հայաստանին դնեք ինչ-որ կոնստրուկտիվ ռեյսերի վրա, ասենց ասած, Ռուսաստանի հետ նոր կամուրջներ կառուցեք ու անվտանգային ինչ-որ գոտի ստեղծեք։ Նայեք, Ռուսաստանը այսօր կախված է նույն Ադրբեջանից ու Բաքվից ու Թուրքիայից։ Այս մի բանը դուք չեք հասկանում կամ չեք ուզում կամ սովորական ժողովրդին եք խաբում աթոռի հասնելու համար։ Որտեւ տեսեք, ռուսական նավթն ու գազը այսօր Ադրբեջանն է ծախում իր խողովակներով, դրա համար լեզուն երկար է Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը լծակ չունի ազդելու Բաքվի վրա այս պահին։ Ու նույնն էլ Թուրքիայի հետ այդ Տուրեցկի պատոկը որ կա, կրկին դրանով է գնում։ Ռուսաստանին փող բերող այս ներկա պատերազմի ժամանակ դա է։ Դրա համար Ռուսաստանը այս րոպեին, հոլը դեռ այն ժամանակ Հայաստանին ոչինչով չէր կարողանում օգնել։ Նրան ավելի հետաքրքիր է Ղրիմի այդ կողմը, Սևծովը պահի իրան, ավելի լուրջ այնտեղ հարցեր է, քան ստեղ էս անշնորհակալ ինչ-որ հայեր, էլի։ Մի ոտով ստեղ են, մի ոտով Եվրոպայում են, մի ոտով էլ Մարսի վրա են նստած, էլի։ Իլոն Մասկը ասի գնան Մարսում քրիստոնեություն տարածեն։ Այ
Այսա որ չէ, մեր այդ ընդդիմադիրները չեն բանանում էլի։ Ասում են կարևորը մենք գանք, Նիկոլը գնա։ Եկաք ոչինչ չեք անելու։ Անես չի որ դու գնալու եք ջարդեք Թուրքիային, ավերեք, sense բրտեք տապեք էլի։ Այ սա է որ ստում են էլի, sense լսում եմ ես բոլորին էլի։ Կամ նույն ընդդիմադիր այդ ազգային ժողովի այդ վիժվածքները այդ։ Արա ժամանակին մանդատները վայր դնեիք, որ տեսնում եք այս ամեն ինչը։ Ու գնայիք նոր ընտրությունների։ Դեռ հələ որ թվին են 21-22 թվին։ Այն ժամանակ դեռ ուշ չէր, կար էլի ինչ որ մի լուծման եղանակ։ Ձգեցիք միջև վեր ձեր աթոռները ավելի կարևոր է, քան պետությունը կամ երկիրը։ Այ էս էր որ խափում են, սենց չեն ասում մարդկանց, կիսատ են ճիշտը ասում։ Ոմանք ասում են թող գան ազգային ուժեր, ազգայնական էլի։ Ասում ես ինչ ազգայնական ուժերը, որ գան ինչ են անելու, Նժդեհի նկարը վերցնելու են, գնան սարերը, պատրոն դաշտները կապեն ու կռիվ անեն են։ Ինչ են անելու ազգային ուժերը, էլի, որ սենց նստում էշ մի ժամ կարող է խոսան ազգային ուժեր որ գան։ Կամ մեկն ասում է Վարդան Ղուկասյանը գա, ինչ պետք է անի։ Բերենք կփրկվենք, այ սենց շատեր են գրում։ Ինչ անելու։ Մասսայական ոչնչացման խլեշներ հորինելու։ Դե խլեշի դեսանտ այչացնելու Բաքվում ընդեղ, չգիտեմ, Արցախը հետա բերելու։ Այդ մենակ խոսում են, բայց ոչ մի լուծում չկա մեջը։ Իսկ Ադրբեջանի նպատակը թե որն է։ Ես նայեք, ես հոլովակներ կա, եթե ժամանակը ներեց կտեղադրեմ հենց հետևից։ Ես դեռևս մի տարի առաջ եմ այս ամեն ինչը ասել, եմ որ ասում եմ լեզու չորանար չասեիր, որ Արցախյան էս վերնախավը այնտեղ լցված է ու գրում է այնտեղ նպատակով որ ռեպարացիաների համար հիմք լինի ապագայում Հայաստանից պոկելու, ահռելի ու արդեն Ադրբեջանը խոսում է։ Ադրբեջանը խաղաղության չի գնալու։ Ադրբեջանը հիմա սպասում է հարմար առիթի, یا ջունը հալվի ավելի եղանակը, քանի դեռ Տրամպը եւ Պուտին չեն կիսել ազդեցության գոտիները տնտեսական ու էս բոլոր էլի։ Նա ուզում է այս ամեն ինչը գրավի ու շատ ավելի արագ է գնում ամեն ինչը, մեր իշխանությունները դա հասկանում են։ Դեռ հասկացող մարդիկ կան, վարակույրի հետևում գտնվող, էլի շատ խելացի մարդիկ, ոմանց ես ինքս ճանաչել եմ ժամանակին։ Մարդիկ, որ նույնիսկ մեկ փողկապի համար հավելավճար չեն ստանում, հավատացեք, բայց խելացի են ավելի շատ, քան ամբողջ ազգային ժողովի ախորը, որ վերցնես։ Որ այս վերլուծությունները այնտեղ կան։ Դրա համար եմ վախենում, էլի, որ Ռուսաստան, Ամերիկա չպայմանավորվեցին, ու միանգամից Նիկոլը գնաց sense խելագարություններ անում, որ ամեն գնով համաձայն են։ Թվում է, թե ժամանակ կշահեն, միջև աշխարհը կկիսի իրանց տիրապետության գոտիներ, էլի, Ռուսն ու ԱՄՆ-ն, ու միգուցե մեր բախտը կբերի։ Դրա համար համաձայնվել է գնա շքերթի։ Այս այա, իսկ Ադրբեջանը ուզում է մտնի Զանգեզուրում պատերազմը հրահրի, նույն ձև ոնց որ Հիտլերը հրահրեց բանում, Լեհաստանի հետ էլ այդեն սահմանի վրա միջադեպը ստեղծեց, իբր լեհերը հարձակվեցին Գերմանիայի վրա։ Ու սկսվեց երկրորդ համաշխարհայինը։ Այս ձև ինքը անդադ աշխարհին պատրաստում է, տեսեք հայերը կրակում են էս, որ դե այդքանը պարզ է, որ մտնի պատերազմով արդեն Հայաստանի դեմ, ու ստիպի Հայաստանին ստորագրի безоговорочный կապիտուլյացիա, безоговорочный, որտեղ կկապի Հայաստանի ջանին ամբողջ այդ ռեպարացիաները ահռելի, ու վերջում կասի Հայաստան, տես 200 միլիարդ ռեպարացիա։ Գերմանիայից լավ տղա չլինես, ոնց որ իմ հոլովակում եմ ասել։ Գերմանիան միջև վերջերս ռեպարացիա էր փակում։ Երկու պատերազմների, էլի, առաջին ու երկրորդ համաշխարհային։ Հենց որ դու էլ պետք է փակես։
ու էտա կփոկեն Զանգեզուրը, միգուցե դրա գումարի մի մասի փոխարեն էլի։ Ու վերջ։ Հələ կարող է մի հատ էլ մի 50 միլիարդ է թողի, ասի ես էլ կտաս մի 100 տարվա մեջ էլի, որ շանգար չթրփոշանաս, կամ մի 50 տարվա մեջ։ Մի 150 միլիարդ էլ կփակես։ Այսքան գնահատում եմ Զանգեզուրը։ Չգիտեմ, այս կարգի էլի, ասենց ավելի սա չոբանա հաշիվա, բայց ես Ալիևի տրամաբանությունը եւ ինտելեկտը ասենց հերակա ավելի հասկանալով նրա այդ բառերից էլի, ես էդ եմ հասկանում։ Ինձ որ ոչ մի լավ բան մեզ չի սպասում։ Այդ թե ինչի է գնում Ադրբեջանը։ Իսկ մեր մոտ համացանցու էլի էս ամենտեղ։ Կարևորը աթոռակռիվ լինի, կարևորը աթոռակռիվ, արա։ Իշխանության կան, բայց ինչ են անելու, ոչ մեկ չի ասում կոնկրետ մի բան։ Գնանք ընկնենք ռուսի ոտները, բայց ռուսը այս րոպեին օգնել չի կարող։ Նա իր լուրջ խնդիրներ ունի։ Ոչ թե շոպլիկ հայերին ինչ որ մի բանով էս պահին օգնի էլի։ Էտա ուզածները Ադրբեջանի։ Այսքանը երևի կարողացա համառոտ բացատրեմ էլի։ Իսկ այն երկու հոլովակը YouTube-ի համար կդնեմ հաղորդման վերջում, հեսա 11 րոպե է դառնում։ Իսկ Facebook-ի համար կկիսվեմ կոմենտարյաների մեջ, ում հետաքրքիր է մտեք լսեք, տեսեք, որ ես սալը շուտ էի ասում։ Ունես չի, որ մեկ-մեկ ոման գրում են էլ ես, դու ուրիշների բառեր ես կրկնում։ Սա իմ վերլուծություններն է լրիվ, իմ գիտելիքն է, իմ սենց ասած իրակա իրադրության վիճակ էլի, համեմատում ես քո գիտելիքների հետ, աշխարհում ոնց է եղել, ինչ է ոնցից, որից հետո է։ Էտա։ Մենք հիմա մի մատային իրավիճակում ենք, էլի, երկու քայլից մեզ մատ է սպասում։ Այ դա է։ Դե համբերություն։ Get էլիտային։ Ձեր համար հեսա մի հատ վիդեո կդնեմ, նայեք, անգրագետներ։ Լսեք, դուք, որ ավարտել եք են հայկական համալսարանը ինչա քյաբաբի բաժինը դրա, կամ ժողի, որ մի գիրք չեք բացել, չեք հասկանում, ինչա ձեզ պատրաստում Ալիևը։ Արա նա ձերպես քյաբաբ չի ուսումնասիրել, է, ենիք Էնգիմոնը ավարտել, միջազգային հարաբերությունները Մոսկվա։ Դետիք սովետի մասշտաբով Հարվարդ ա եղել, ու հետը չի մնում նրանցից։ Իսկ դուք ձերեն քյաբաբն եք սովորել, էլի, են կաշառակերության դարբնոցն եք ավարտել հայկական։ Լսեք, ռեպարացիան նենց բան է, որ Հայաստանի վզին դրին օրինակ 100 միլիարդ դոլար։ Այդ նշանակում է ոչ բուժում, ոչ պետ պատվեր, ոչ մի բան։ Մեղրինել են պոկելու։ Հələ մի 50 միլիարդը թողեն, որ փակեք։ Այդ են իրանք պատրաստում։ Ու հետի կանելու են, մի հատ պատերազմից հետո, եւ որ Հայաստանը վիզ վեկալի բեզագավորիչնի կապիտուլյացիա ստորագրի։ Այդ ժամանակ դուք ընկե Եվրոպա եք խաղացնում։ Եվրոպան այդ ամեն ինչի գլխին քավոր է կանգնելու։ Ու ասելու է, բա ինչ եք ուզում, բա տես արել եք, բա տես, դա Գերմանիայից լավն է, որ ենիք միջև վերջերս ռեպարացիա էր փակվում։ Ճիշտ հարց էր, որ մենք երբեք չենք տալիս։ Որն է Ադրբեջանի նպատակը։ Ինչի 4 հոգում պահեց Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, իսկ Սամվել Բաբայանին բաց թողեց։ Օրինակ, մեր ազգային անվտանգությունը հարցաքննել է Սամվել Բաբայանին, իրանց ամբողջ տեխնոլոգիաներով։ Հիպնոզից բռնած, նարկոզով, ստի դետեկտորով, ոչ։ Ինչ ստորագրեց օրինակ Շահրամանյանը դուրս գալուց։ Այն 4 հոգին ինչ են ընդեղ գրում այսքան ժամանակ, այդ ինչ վերք Հայաստանին։ Այս սրանք հարցեր են, որ պետք է տանք։ Ասեք, պետք չի թերա գնահատել դիմացինին։ Նրանք միջև հիմա չեն սխալվել։ Մենք ենք սխալվել։ Ես ասեմ, Ադրբեջանը պատրաստում է ռեպարացիաներ Հայաստանի նկատմամբ։ Բայց ռեպարացիաները դրանք ինչ ժամանակ է լինում, երբ որ Հայաստանը ճանաչվում է պատերազմող մաս, կողմ,
եւ ընդունում է իր կապիտուլյացիան։ Նոր դրանից հետո է աշխատում ռեպարացիան, իր մեղք ընդունելուց հետո։ Այդ ինչ են այնտեղ պատրաստում ու ինչ է լինելու մյուս քայլը։ Դա շատ վտանգավոր է։ Դա շատ ահավոր է։ Այ որի շուրջ պետք է մտածենք։ Ինչ են գրում կազմում այնտեղ, ինչքան